Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր դեկտեմբերի 4 Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը վահան է և զրահ։ Սաղմոս 91-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ինչ յուրահատուկ համեմատություն է։ Ինչպես հավը պաշտպանում է իր ճտերին և թույլ է տալիս նրանց ապաստան գտնել իր թևերի տակ, այնպես էլ Տերը պաշտպանում է իր ժողովրդին և թույլ է տալիս նրանց ծածկվել իր մեջ։ Միթե չենք տեսել փոքրիկ ճտերին, որոնք դուրս են ցցվում իրենց մոր փետուրների տակից։ Միթե չենք լսել նրանց ուրախության փոքրիկ ճիչերը։ Ուրեմն, եկեք թաքնվենք մեր Աստծո մեջ և զգանք այն անսահման խաղաղությունը, որը գալիս է իր պաշտպանությունը զգալու գիտակցությունից։ Մինչ Տերը պաշտպանում է մեզ, մենք վստահում ենք Նրան։ Տարօրինակ կլիներ, եթե մենք չվստահեինք Նրան։ Ինչպես կարող էինք չվստահել, երբ Եհովան ինքն է դառնում մեր տունը, մեր ապաստանը և մեր հանգիստը։ Մենք պատերազմի ենք գնում Նրա անունով և վայելում ենք նույն պաշտպանիչ խնամքը։ Պայքարի ժամին մեզ վահան ու զրահ է պետք, և երբ մենք անվերապահորեն վստահում ենք Աստծուն, ինչպես ճուտը վստահում է հավին, մենք տեսնում ենք, որ Նրա ճշմարտությունը պաշտպանում է մեզ ոտքից մինչև գլուխ։ Տերը չի կարող ստել։ Նա հավատարիմ է իր ժողովրդին, Նրա խոստումը անսասան է, և այս հաստատ ճշմարտությունը միակ վահանն է, որը մեզ անհրաժեշտ է։ Դրա ետևում մենք կարող ենք դիմակայել թշնամու բոլոր կրակոտ նետերին։ Եկ ով հոգի, թաքնվիր այս վեհաշուք թևերի տակ, կորիր այս փափուկ փետուրների մեջ, վայելիր այդ վեհ երջանկությունը։